Տոված հորին, հարցերից իսկ կոկտեյլները ինտենսիվ ժամանակահատվածում թե ավելի ուշ է կարող է։ Այդ էլ առանց քաղցրի։ Իբանել ես Ես այսինքն կոֆեն դնում, մի աչքով հենց աշկը տասվում։ Նաև ուշացնեմ, որ սննդակարգին զուգահեռ պետք է քայլել, շարժվել, էլի տանը նստած մի արվել չենք կարող, սպորտ նայել, շլող, դուք եք նշում ձեր մարզաձևը։ Մշակում եք ծրագիր, նայած քանի կիլոգրամ քաշ եք ուզում փորձել։ Դա շատ կարևոր է ճշտել ձեր այտելում քանի կիլոգրամ քաշ փորձելու կարիք ունի։ Եթե ընդամենը պրոֆիլակտիկ 4-5 կիլո 2 ամիս էլ լիարժեք բավարար է ձեր ցանկացած քաշին գալու համար։ Հակառակ դեպքում բավական երկարատև կուրս ենք անցնելու։ Կուրսը հասանք մեր ցանկացած արդյունքին, որից հետո շարունակում եք լիզ, այսինքն պրեպարատ, որը պահում է ձեր հասած բալանսը։ Հակառակ դեպքում օրգանիզմը կունենա սրիվ, կսկսեք անիմաստ ուտել։ Կարող եք ձեր կոկտեյլի հետ միաժամանակ ձեր նախաճաշը ընթրիկը լինում է կոկտեյլի հետ միաժամանակ եք օգտագործում եւ հետո նյարեցման ծրագրից արդեն դուրս գալուց հետո 4-5 ամիս շարունակում եք լիսվիդը երբեմն կամուրյա տոնք։ Նաև ասեմ, որ նյարեցման ծրագիրը ընդունելիս լինի Faber-Liquid թե մեկ այլ ֆիրմայի մենք ունենում ենք բոլորս վիտամինային նյութերի մեծ պակաս, օրգանիզմը ստրես է տանում, դրա համար ցանկալի է նյարեցման կուրսի ընթացքում ընդունել մազերի որակի վերականգնում ենք ունենք շարք, մազերը վերականգնող, մազ եղունգներ, մաշկը վերականգնող շարքն է մեր մոլեկուլյար կուրսի։ Նյարեցման կուրսերի զուգահեռ ես խորհուրդ եմ տալիս նշված բանը, այսինքն որպեսզի քանի որ օրգանիզմը բացի ճարպանյութից նաև շատ վիտամին նյութեր է դուրս բերել օրգանիզմից, որպեսզի մենք չվնասենք մաշկը, մազերը, եղունգները, խմում ենք նշված պրեպարատը 2 տաբլետկայից օրը 1 անգամ, պահպանելու համար մեր արտաքին գեղեցկությունը։ Հաջորդ միջոցը, որը խորհուրդ կտամ, բալանս նервной սիստեմի, որովհետև նյարեցման ընթացքը լուրջ ստրես է օրգանիզմի համար։ Այդ տեսած կլինեք անգամ աստվածաշնչի մեջ կա գրված պասի եւ ծոմի ժամանակ տրտմած դեմքով մի մանել։ Եվ ինչի է գրված, որովհետեւ երբ մարդը զրկվում է սիրած ուտելիքներից, ուրախության հորմոն այլևս չի արտադրվում, տխուր է, ստրեսային է, ագրեսիվ է։ Դրա համար նյարեցման ծրագրի ընթացքում ամիսը 1-2 ամիսը մեկ խորհուրդ ենք տալիս բալանս նервной սիստեմի։ Դրա համար իրենք չեն նիրարում, չէ՞։ Ստրեսի արդյունքում, այո, նաև չեն նիրարում։ Եվ поддержка кишечника, քանի որ մենք մաքրում ենք ավելորդ հեղուկ, ավելորդ տոքսիկ նյութերն ենք հեռացնում օրգանիզմից, նաև աղիների սնուցումը պարդավիր է, որպեսզի հետագայում դիսկ արտերոս չձևավորենք։ Տեսեք, նյարեցման ընթացքում մենք արհեստական լույս ենք առաջացնում, թեյերը նաև մեր մաքրող թեյերը կարող եք սովորական թեյը սուրճը փոխարինել մեր մաքրող թեյերով։ Մենք զրկվում ենք բազմաթիվ լակտոզ եւ բիֆիդոբակտերիաներից, դրա համար խորհուրդ է տրվում поддержка кишечника, որպեսզի պահենք առողջ մեր աղիները։ Եկեք մի փոքր հարցերի շուրջ զրուցենք, ես հետո Իսկ դրանք ո՞նց կարելի է խմել, որ ընթացքում, ինչ ընթացքում այդ սահապերը։ Առավոտ կեսօր երեկոյան դուք եք մինչ ժամը 6-ը զույգ կապսուլայով կարող եք խմել, իրենք 24 ժամ յուրացվել են օրգանիզմում։ Իսկ բալիկներին կարելի է, ասենք 12 տարեկան։ Տարեկանից բարձր կարելի է միշտ 12 տարեկան միայն բժշկություն կամ մանկական շրջաններ Կարելի է поддержка кишечника и միասին կարելի է ճիճվարդապության և поддержка кишечника։ Տեսեք, ընդհանրապես ճիճվարդապության ընթացքին կարող եք հետո վիտամինային կոմպլեքսեր C վիտամինի, հիմնականում օմեգա 3, բայց ոչ поддержка кишечника, լավագույն դեպքում լյարդի մաքրում, լյարդի աջակցում կարող եք։ Աղիների մաքրման անտիպարազիտար կոմպլեքսը ընդունելիս նախ անտիպարազիտար կոմպլեքսը եթե մոլեկուլյար ֆորսը շարժից է, ընդունում ենք 1 ամիս։ Մեր
ամիսը 2 ամիս են ընդունելու։ Էլի շատ լավն է կսել կլուսի միջուկը եւ մեխանի մզվածքները յուրահատուկ մաքրող միջոցով 6 տարեկան բալիկներից կարող եք դնել։ Ես օգտագործում եմ պրակտիկայում, դից էլ ծնցավ։ Տալիս եք երաշտի ֆիլտրացիայի զուգահեռ ջրվակրման եւ ջրվակրություն եք սկսելու։ Դեսեք պարազիտները կտանի օրգաններ, ստամոք սաղիներում հիմնականում դասերում հայտնիանում։ Ջրվակրման տեղորայք ընդունելիս իրանք ագրեսիվորեն սկսում են ներծծվել այրան մեջ ու միգրանցիա կատարել օրգանիզմում։ Տալիս ենք անտիպարազիտը միանգամից մաշկային ռեակցիա կարող է նկատել, որովհետև հենց պարազիտը ներծծվեց այրան մեջ, մաշկի խոշոր ռեակցիաներ, սագի մաշկ, փոփոխություն մաշկի։ Այդ ընթացքում միացնում եք պարգազի երաշտի ֆիլտրացիա, որովհետև այրան մեջ անցնելիս պարազիտը գալիս է երաշտ, այրանը մեր ֆիլտրօրգաններից տեղ եւ երաշտից նորից ներծծման միջոցով ստամոք ստացելու մատնի օրինակ տրադիցիոն մեթոդով զենտեր, զեստով, միլիցազով եք տալիս ենք եւ անտի մաքրում ենք աղիները, թողնելով այրաններ ծվապտիչները 6 ամիս անց նորից երեխան ունի պարազիտական մեծահասակ։ Դրա համար մաքրումը սկսելու եք երաշտի աջակցում պարդալի անտիպարազիտ կոմպլեքս, որից հետո օմեգա 3 կամ անտիօքսիդանտ։ Իսկ խմելու ընթացքը, ուտելու ընթացքում աջրած անտիպարազիտներն հետո էլ խմում ենք նախքան սնվելը անտիպարազիտար կոմպլեքսը 2 հատ, որից հետո սննդակարգից 10 րոպե անց, սնվելուց 10 րոպե անց երաշտի աջակցում։ Ավարտից հետո միայն կարող ենք աղիների աջակցում ստանալ։ Իսկ անտիպարազիտը խմելուց քանի րոպե հետո կարող ենք ուտել։ 5-10 րոպեից կամ հենց ուտելու ժամանակ էլ կարող եք խմել, եթե հեղուկ օգտագործում եք Համապետ չէ պետք է օգտագործել։ Իհարկե։ Իսկ հակացությունները կարելի է կերակրող մայրերին, կերակրող մայրերին խստի վարդացել։ Ինդիվիդուալ եթե մեխակը չի ընդունում, կան մարդիկ, ովքեր մեխակի հանդեպ ունեն խոր ալերգիա, նման դեպքերում չմնացած բոլոր դեպքերում ցույց կտա։ Իսկ մեր նիհարեցման կուրսը շաքարով հիվանդներին կարելի է, երկրորդ տիպի հիվանդներին։ Իհարկե կարելի է, մենք ունենք այդ շաքարի քանակի նվազեցող պրեպարատը, եթե դիաբետի պատճառով այդ գենետիկ ճարպակալումների տասիլ է պատկանում, միջայլոց շատ դժվար ենթարկվող։ Դրա համար պարդալիր պարզում է, կա ինդոկրին համակարգի խնդիր, եթե կա վերցնենք ինսուլինի քանակն է բարձր, շաքարի քանակն է բարձր, տալիս ենք պատժկա օրգանիզմի շաքարի իջեցում եւ Կոնտրոլ սախարը։ Պարդալիր ամբողջ կուրսի հետ 2 կապսուլայից օրը 1 անգամ տալիս է։ Իհարկե ձեր էնդոկրինոլոգի հսկողությամբ ինքնուրույն ոչինչ չեք անում, որովհետև չի բացառվում նյարեցման ընթացքում ռիսկ ինսուլինի քանակի անկում կամ բարձրացում լինի էնդոկրինոլոգի հետ եք աշխատում, լավ։ Կան հարցեր։ Իսկ եթե դեղապարտություն ես և առանցնվի չես կարող մնալ, 2 ժամներ շատ առավոտ է նախաճաշում։ Դեղապարտի հեռացումը ինչ կողմի, Առավոտի սարտնացը չեմ կարող չի նախաճաշել, 3-4 ժամ սովորած մնամ, ինձ համար է դարձան ստրես է։ Տեսեք այդ ընդամեն ասեմ կարս, որ սովորում։ Ընդամեն սովորում Конечно. Это Желчного нету. У меня тоже желчного нету. Вот так, интервальное голодание, 10-дневная голодовка, это то, что я практикую постоянно. Поэтому все отсюда. Դրամար խմում եք բավանց ներվնի սիստեմի հատ հանգստացում եք։ Եթե Բայց եթե չնախաճաշեմ 3-4 ժամ չեմ կոկտեյլ Այսինքն դրանից հետո 2 ժամանակ կոկտեյլ 10 րոպե դոկտացում եք կոկտեյլը չեք իմանում, մինչև 11 տեսեք այլ մեր օրգանիզմի ինքան չի սնունդ է շատ խորի մենք ընդամենը դեշ վճտել ենք մեր դիդակտության մեջ, որ մենք դիշկաշում ենք, եթե մեր սեղանի քիչ է թրված, ուրեմն քանդել ենք Немножко потише, пожалуйста. Немножко трудно говорить, когда зал гудит, трудно говорить. Пожалуйста, потише. Պարդավից 4 հատ հաց էինք մենք, և ուտում ենք 4 հաց։
խմելուց հետո արտավազդը հաց ընդհանրապես չի ունում։ Ես մտնում եմ խանութ, ես ու Ժորը հացը չենք սիրում։ Այստեղ եմ ուտում։ Ձերքս կգցեմ 4 հացին պար դատի։ Ինչի՞ որ մեզ պետք չէ դա։ Սովորույթ է դա։ Էլի եմ կայքում օրգանիզմի շատ քիչ սնունդ է պետք։ Փորձեք ընտրել միայն պիդանի սնունդ, բուսական սնունդ, կլիչատկա, բենջանյութը շատացրեք ձեր սննդակարգի մեջ, հանեք քաղցրային, շոկոլադ, թե բոլորս է սիրում ենք շոկոլադ, բայց փորձեք քչացնել, հա։ Եթե որոշել եք մարդ Չեմ առնում, բայց որ առնում եմ մարդ է գալիս։ օրինակ շոկոլադը, 17 կիլո մի արել է, ոչ բայց կարելի ամենը մի փոքր ուտել, ոչ միլիոն մի տարի։ Но это самая большая, мне кажется, сложность худеющих людей полных – остановиться во время еды. Когда мы начинаем кушать, я по себе сужу, начинается вот это. Сейчас вот это еще съем и все, и вот это еще съем и все, и больше не буду. И нажираешься так, и вот именно что боязнь, что еда закончится. Вот это на подсознательном уровне. Если нету желчного, можно выбрать дробный тип питания. Да. Конечно, Лилиджан, вот нету желчного, дробный тип питания, часто и по чуть-чуть, да, 200 грамм еды, чтобы вот умещалось в ладошечку, и каждые 2,5 часа. Это тоже очень хорошо обмен веществ разгоняет, можно так, то есть, ну, даже дробные, даже интервальное, даже голодание, поверьте мне. Спокойно. Спокойно, когда просто не бойтесь, ну, у нас же кошмарит. Нет, знаете как, мне очень не нравится, как у нас кошмарит, потому что у вас нету желчного, вам нельзя, желчные камни. Слушайте, гидрейт, очищение желудка, задача из кишечника выгнать желчь, чтобы там не застаивалось и не образовывались вот эти желчные камни в кишечнике. Гидрейт, пожалуйста. В микродозах английская соль, но в микродозах. Во время голодания 10-дневного я же это все делала. Нет у меня камней, у меня желудок как у 5-летний. Մի փոքր սրտ խառնոց սկիզբը դժվար։ Հաջորդ օրը կներկարին այդ դեղին, որը լցվեց տամուս և կմաստասերվում հայտնյալի կմագրի ամբողջ այդ կալորի կանի, որոնք ուներ սարված աղել։ Եկամ բնական ճանապարհով մագրայից ձեր աղիներու կետերություն միանգամի 4 կիլո խաշիկ որոս պովենան ունենակ այդ սովի միջոց։ Հետո ինքը արտարագիշին է, ես գործել եմ։ Это когда голодовка, и только пьешь воду. Она здоровительная как бы. Я пробовала. А потом, еще знаете, вот мне что еще нравится, когда мы кушаем углеводы, когда мы кушаем сладкое, у нас такие каловые камни откладываются. Вот этого мы не боимся. Вот это нормально. А вы попробуйте, есть такая процедура, называется гидроколонотерапия. Знаете, что это такое? Нет? Не знаете? Гидроколонотерапия – это когда в вас вливают 10-12 литров, через толстый кишечник проходит до тонкого кишечника, и потом все это выходит. Там такое выходит, фиолетового, розового, черного, зеленого, какого хочешь цвета камни. Причем они застревают в трубе, через которую они выходят. И пациент, как правило, видит, что он носит все это время, а потом это с ужасом понимает, это все от углеводов, понимаете? А мы боимся какого-то непонятного, каких-то желчных камней, которые образуются. Если вы кушаете, желчные камни не образуются, если вы нормально питаетесь. Все. А вот это вот, и еще одна молекула углевода притягивает 4 молекулы воды, чтобы вы понимали. То есть утро китайского пчеловода вам обеспечено, если вы вечером покушали тортик. Это вы обязательно. Даже не сомневайтесь. Извините, просто больная тема, не могу.
Շատ է գալու, հա, չէ, ավելի շատ է։ Իսկ եթե շոկոլադի փոխարեն կարող եք լավ է չարիքի փոքրացնել խուրմա օգտագործել, բայց եթե երբ չի նստեք խուրմա։ իսկ բանը չարազները կներեք։ Да, гликемические индексы. Допустим, если фрукты, они есть фрукты, которые вызывают очень высокий всплеск инсулина. Если все нормально с инсулином, я должна обращать на это внимание или не важно? То есть это только для Երկու ֆերմենտը դուրս են գալիս պացիենտներից, դրա համար չափավորվում։ Եթե ունենք հատվածից Մենք ունենք երկու վիտամին բանը, որը ինսուլին է կապում։ տեսեք, այն ձեր կոնտրոլ սախարը, ինքը միայն շաքարը չի տեսնում, հենց կարգավորում է յետաստամոքսային գեղձի Որը Կոնտրոլ սախարը։ Հա, էլի ես կարգավորում է յետաստամոքսային գեղձի ֆունկցիան եւ ինքնապահովանությունը։ Շատ կարեւոր է միարիսման ծրագրի ընթացքում վերցրեք էնդոկրին համակարգի ծրագրին զուգահեռ հաջորդ անգամ կոնտրոլ սախարը տեսողության տեղակայում, որովհետեւ միարիսման ընթացքում օրգանիզմը ստրես է տանում, ձեր սիրած նյութերից եք զրկելու, կորցնելու եք ձեր վիտամին նյութերը։ Որովհետև եթե ինսուլինը բարձր եղավ, ոնց հասկացա, ոնց որ դու սրիվաշься, ոնց էլի դու էլի գծկվում ես քաղցր։ Ճիշտ է, քաղցրի պահանջը բարձր ինսուլին է, բայց եթե լսեք, քիչ-քիչ շուտ-շուտ սամբեր, մակրոնիվերով դարձել, այսինքն մենք ինչ ենք անել, ինչի է փունջ-փունջ խորհուրդներում օգտագործել, միարիսման երկրորդ ծրագրից է խոսենք ամսեգանյալում, խորհուրդ է տրվում հեղուկի հեռացում, նյութափոխանակության վերականգնում, մետապինգը պրեպարատ է, որը չի թույլ տալիս ածխաջրերի կուտակում օրգանիզմում, ինքնուրույն հեռացում է և ճարվը և ածխաջրը։ Լավ, լիսպիտը պահում է զուգտակում, չի 4 պրեպարատները մենք զուգահեռացնում ենք պլյուս սպիդագուցը, որպեսզի օրգանիզմը ստրեսի չենտարկվի, ինսուլինի քանակը պահենք նորմալի սահմանում և հեռացնենք ավելի Մոտ ախորժակի անկում է նվազում, այսինքն այն սնունդը օգնություններ որպես սնունդից չի, որ ձգում է ինքը ինչ հատկության այդ էնդոկրին համակարգի որն է օգտագործում։ հենց պատերժ-էնդոկրին կանանց էնդոկրին համակարգի սնունդին կանայք ինչ են ավելի շատ հակված չաղանալու, որովհետև մենք ունենք հորմոնալ խանգարում, էստրոգենի քանակն է բարձրանում, որը բերում է ավելորդ ճարպակալություն։ Էնդոկրին համակարգի պահպանում բալանս պրեպարատը հենց կարգավորում է հորմոնների քանակը, որի հաշվին դուք ուտելու ցանկություն չունեք։ Բայց միստիկ է, հա ուտել վիզան, կարող է հիվանդել չի ուտել, շատերի մոտ այդ պարտուքն է կա, ոնց որ հիվանդել հասկանում չէ ազդեցությունն ու շատերի այդ էֆեկտը, ուղղակի զարմանալի է, եթե ժամանակ լեսվիթ օգտագործում են մյուս պրոդուկտները, բայց իրենք այդ կարգի ազդեցությունը հիմա ախորժակում չեն ունեցել, ինչ կոնկրետ սա։ Այդ սա կոնկրետ էնդոկրին համակարգի շերման պատճառով է, դուք կդել եք ձեր բանը։ Կարող եք ընդհանրապես փոքրիկ թողնել մեր միարեցման ծրագիրը, կարգավորել էնդոկրին համակարգը, դրա համար եմ ասում, շատ կարևոր է պարզել չաղացման պատճառը, ճարպակալման պատճառը։ Եթե էնդոկրինը մենք կարող ենք, եթե չկարգավորենք հորմոնալ բալանսը, ինչ կանեք դուք ֆիզիկական ակտիվություն ունենաք, ինչ կանեք միարեցման կուրսեր ունեք, չեք միարել։ Իսկ տարվա ընթացքում ինչ հետաքրքրությամբ սա կարելի է 3 ամիս ստացեք, 1 ամիս նատար, նորից կարող եք կրկնել, որովհետև ավելորդ որևէ հորմոն չէ, դուք ստանալու եք պրեպարատ, որը հորմոնալ բալանսի է բերելու։ Տեսեք, վերցնեք հորմոնալ շեղումների դեպքում, երբ էնդոկրինոլոգը հորմոն է նշանակում ռեգուլատորի համար, մենք իրավունք
չունեն երկարատև անդոմներ։ Եվ արհեստական հորմոն ենք տալիս։ Մեր դեպքում մեր պատերը հորմոններ չեն պարունակում, ակտիվացնում են ձեր էնդոկրին գերձերը, որովհետեւ դուք ինքնուրույն հաղթարեք ձեր։ Նաև ժամկետով կապված հաստամ է բոլոր պատուկներից, եթե նշված է տարեկան 2 անգամ, 3 անգամ, բայց օրգանիզմը պահանջում է ավել խմելու, ենթադրենք մեր բիխտովիտան, հայրս ըթունում է, շատ պես չափաբաժնով էներգիայի լավ պաշարեր են տալիս, չնայած նշված է 2-3 անգամ, բայց ինքը տարեկան մոտ 12 սերվա խմում է, չի վնասի իրեն։ Եթե ունի պրոբլեմ, տեսեք, պրոֆիլակտիկ խորհուրդ է տեղում տարին 1-2 անգամ, բայց եթե կա օրգանիզմ ունի դրա պահանջը, կարող եք տարին 12 անգամ։ Նաև կոնկրետ բիխտովիտան, եթե քաղցկեղ ունի եւ հեռացվել է, չի վնասի իրեն, շարունակում է որովհետեւ չի պարունակում։ մոլեկուլյարը գիտեմ, որ չի կարելի, բայց եթե պարունակում է B վիտամին, աշկերտված է բիխտովիտան, պարունակում կարող է քանից։ Հետո շատ է Տեսեք, այն նաև մի բանի անդրադառնանք, ինչի այսօր շատ արդիական, բոլորը նիարեցումից են բացենք ինտերնետ, բոլորը նուտրիցիոններ են նարել և դիետաներ ու մարդիկ ավելի սկսել են չաղանում, ճիշտ է, ինչքան դիետա են պահում, այնքան չաղանում են, այ հենց հետ է, որ բալանսային ճիշտ մոտեցում չկա, մեկ ասում է սպիտակուցային սնունդ, մյուսը կետո դիետա, մյուսը ջրային դիետա, եթե չգիտեք ձեր խնդիրը, Plus յուրաքանչյուր դիետայի հետևելու է ստրեսի դիցեք, պար դանդիր, նյարդային համակարգը բալանսավորում է, որտեղ մարդը օքսիտոցինի քանակը, ադրենալինի քանակը ստանալու եք հաղթրից ուտելուց, մարդիկ ուրախության հորմոն են ստանում ուտելուց, գտեք զբաղվում, պարապ մարդը նյարվել չի կարողանա, գտեք զբաղվում, աշխատանք, եկու սպորտ, ինչ-որ զբաղվում, որպեսզի ուղղակի զբաղված լինի և օրգանիզմը սկսել ճիշտ աշխատել։ Բնությունը մեր փոխարեն ամեն ինչ մտածել է, մենք ենք շեղել ամեն ինչ։ Այո, տեսեք, փոքրիկ երեխան ծնվեց կրծքի կատը բավարար է, ինչքան կուտե երեխան կրծքի կատը։ Պատկերացրեք, մի լիտրից ավել չի ուտել, իսկ մենք օրական ինչքան սնունդ ենք օգտագործում։ Մեզ ընդամենը այդ կրծքի կատի չափ սնունդ է պետք է հավատացեք։ Ուղղակի մենք չունենալու զբաղմունք, չունենալու ուրիշ ուրախություններ սննդի մեջ ենք ունենում։ Իսկ եթե ճարպակալումը գենետիկ է, ոնց վարվել։ Ճարպակալումը գենետիկ է։ Այ գենետիկ ճարպակալումը շատ խնդիր է ինձ ասել։ Գենետիկ ճարպակալման դեպքում պետք է շատ ուշ մոտեցում։ Նախ բարձրացնում եք հիպոթալամիկ ճարպակալում է հորմոնալ, թե ալիմենտար։ Գենետիկ ճարպակալում երբեմն կտեսնենք ընտանիքի անդամները չաղեն, երեխեն չաղեք, ասենք գենետիկ է, բայց այդ գենետիկա չընդամենը սննդակարգն է, որտեղ այդ ամբողջ ընտանիքը նույն սննդակարգն է երեք։ Պարզեք իրականում գենետիկ ճարպակալումը, հիպոթալամիկ ճարպակալումը։ Նախ կապույտ երանգներ ունի փորի հատվածում, առաջին նշանը։ Երանգների նման կապտուներ ունի ամբողջ այս տարածքում, ուրումային և թիկունքի շրջանում, որը և ցենտրի։ Կարծես անոթները լիմֆաների կապույտ, այդ գենետիկ ճարպակալման պարզում են, որ հորմոնի ավելացում պարտադիր հիպոթալամիկ ճարպակալման դեպքում բարձր է ինսուլինը, ցածր է ինսուլինը, հորմոնալ շեղում ունի, թե չունի, նոր միայն մոտեցում է տալիս։ Եթե հորմոնալ է գենետիկ ճարպակալումը, էնդոկրին համակարգ, տղամարդկանց կամ կանանց, եթե ուղղակի ալիմենտարը սկսում եք մեր կուրսերը, բայց ասեմ գենետիկ ճարպակալման 90%-ը վիրահատական միջամտության ինչքան էլ դիետաներ պահեն, գենետիկ ճարպակալումը էֆեկտ չենք ստանալ, 10-15%, ուղարկեք ստամոքսի վիրահատման, սլիվ կամ աղի կրճատումը, պետք է ռեֆլեքս լինի։ Եթե գենետիկ է ճարպակալումը, ինչքան է ռեֆլեքս լինի գենետիկի հետ, հիպոթալամուսի հետ կապված, ուղղակի հետ կապված շեղում է, կորտիկոիդ հորմոնների քանակն է շատ բարձր, ուղարկում եք վիրահատման, որից հետո անցնելու եք այս ամբողջ փուլերը, որտեղ վիրահատությունից հետո է էֆեկտը այդքան շատ չի լինել, ուղղակի վիրահատման ընթացքում հեռացնում են ստամոքսից ճարպի յուրացման տարածքը, վիտամինների յուրացման տարածքը, վիրահատությունից հետո նոր անցնում եք մեր կուրսերի, վիրահատված մարդկանց, ովքեր բարիատրիկ վիրահատություն են արել, պարտադիր B կոմպլեքս եք տալիս ամբողջ նյարեցման ընթացքում, C վիտամին ամբողջ ընթացքում, պատիժ կրտեցնի, յարդի աճակ
մի հարց եթե կարելի է սուրճի ցանկությունը ասենք կա ինչ-որ միջոց, որ կարողանաս տրճալվել, եթե շապի սովորի։ Տեսա հայրին ասա։ Էլ ասովորել։ Ես Բայց այն կոկտեյլները Բայց գլխացած ամենալավ Եթե զբաղված չեք կարող հաճախել։ Շատ է Ձեր համար եղել է, ես դրասեր վատավորում չեմ եղել, ցանկություն չի եղել, նույնիսկ ուրախացել եմ, վсё, վերջ արդեն, հենց կազդուրվել եմ, նորից այդ Անի կազմելությունը վերցրել մի այդ վիրահատման համար մի հետաքրքիր բան ասեմ, տալիս աղջիկը ինքը 100 կիլո էր, ասեք ամիջարել գնանք Ստամբուլի վիրահատում, տեսին արդեն 99 դարի ամռանը, ու ինքը շուտ գնաց, ու զանգեց ասեց, ան ասեց, հանկարծ չանես, Վայ անեսի ցավերը բան, էդինս Աննա հավաք ինչ վիրահատում, ու ոնց որ այդ բանից ասի ես պետք է ինձ հավաքեմ ու իջնեմ, ու ինքը հիմա ճիշտ է դառել է 65 կիլո, ես էլ շատն եմ, բայց կարևորը ես ինձնով եմ հավաքել։ Ինքը կարծեք, որ վիրահատությունը փրկություն Որ ինքը ինքան այս Она из Таджикистана, как ее зовут? Из Таджикистана. Фарангиз сделала себе, она, я не знаю, она сделала себе операцию желудок. Почему желудок перестает хотеться кушать? Не только потому, что мы, как бы желудок сужается, а еще потому, что отрезают центр, который вырабатывает гормон, отвечающий за чувство голода. Там грилин, да, по-моему? И вот эта часть ее отрезают, и человек перестает хотеть кушать. А психологически, вот у Фарангиз такая была ситуация, что она любит есть. Ну, любит она есть. И она прям переживала. Она прям переживала, потому что она говорит, как так, я не могу. Она растянула желудок, она вес стала возвращать, она стала поправляться. То есть вот есть... Нет, как желудок, это же и человек начал опять кушать, и она опять растянула желудок, опять Нет, почему лопнет? Опять берет вес. Смотрите, когда мы набираем вес, к чему это приводит? К инфарктам, к инсультам, сахарный диабет, рак. Вот к чему это приводит. Поэтому лишний вес. Помните, в России был Пухляш такой, хотя вы вряд ли помните, мальчишка, он очень полненький, он ломал все стереотипы, он пришел на шоу там, его взяли, он выступал в клипах у разных ребят, он стал известным, он умер в 28 лет. Лишний вес. Все. То есть лишний вес это ранняя смерть, это однозначно. Это однозначно. Да. Շատ կարևոր է խանգարվի նյութափոխանակությունը հետևաբար օրգանիզմում կանցերոգեն նյութերը առանց կոնտրոլի կսկսեն բարձրացնել եւ շատանալ։ Ու ձեր ասածին ինքա 6 ամիս առաջ արել, չէ՞։ Ինքը ինքան տխուր է։ Դե Ինքը ասում է ես ուզում եմ ուտեմ, ես առաջ մի հատիկ սակս եմ կարում ուտեմ, ես չեմ կարում։ Ինքը ինքան ծանր է տանում ձեր ասած։ Ոյ մաշիններ է իրարել, որովհետեւ մենք քաշի կորուստ ունենում ենք 20 կիլո, հետո ինքը սկսել։ Խաշ, խորոված։ Մենք ստիպված վիրահատենք։ Հիմա մենք այս ամբողջ նիարեցման կուրսը 6-7 ամիս է ստանում ենք ինչի։ Սկզբից շատ տխուր էր, շատ ագրեսիվ էր։ Խոսել չէին կարող, դե բնական է, մարդը կնյարվի, քաշ կկորսնի, իդանի բոլոր նյութերը դուրս է քաշի։ Հայացքը ոչ հատիկ կողմի ագրեսիվական մարդիկ սիրման, դե անտակ կհանդիպեին կետանել։ Հատուբերուց ինքը կխռովեր կեշտը։ Իրավունք չունեին իրա սիրած բաները պատրաստել։ Ես սկսեցի նյարդային համակարգը ստեղծել։ Հետո ընկերներից խնդրեցի, հենց կտեսնի, ասեք, ես ինչ ֆոկուսի ես, ես ինչ սիրուն ես, ես ինչ լավ ես, ինչ խսազել է քեզի։ Մի ընթացքում սկսեց անընդհատ իր օպերացիայից, մենք ուր կեշտենք ինքը խոսար իր օպերացիայից, իր կերած սնունդից, որ ինքը մեղք է, ինքը հեշտան չի։ Դե դա համակարգ
Զրկվել էին դե դա։ Ամենային յուղ Կամաց, կասկածա, որ իգնյար շատ կտաների խանութ ու կսեյար ամբողջ կյանքը հակել ես են ինչ-որ հատը դերվել, հլանդրել, չեք պատկերացնի իր երջան, որ ջինս կհակներ ու կպոչկվել կամ մեծ շուրք սկսեց հասկնալ, որ նյարվել է շատ լավ միատկեր ինը չի ունում ծանիծում չունի Քաղցր բացարձակ կարող է ամիսը մեկ էլ փոխտամ, բայց նյարդային համակարգը մեր բազմի խելատը, C վիտամին ու D վիտամինը մեր մշտական ամեն որ։ Այդ ձեր ծանոթը կամ պարանգիսը, որ վիրատվել է Գյումրիում մենք ես եմ ուղարկել վիրահատումը, այդ աղջիկը չի կա, ինչ կենել, հիմա ստիպուտ է կվազել թափել նորից կվարկուգեն, նորից կվազել թափել, նյարվել է 10 կիլո, ու իր ամուսին ինչ կերել, կեր մերմել կա, ընդանիքն է նաև շրջակված։ Այս կարևոր է։ Իմ ամուսինը մերմել։ Բայց իրակ որի համար նյարվելու ընթացքում բոլորը դառնալու գրգռված, դարված, ագրեսիվ, կխմուր, բայց այդ անցնելու Потому что это же быстрый дофамин, правильно? Когда нам нужно как-то себя взбодрить, именно с точки зрения настроения, мы идем за быстрым дофамином. Шоколадка, конфетка, кого-то бутерброд, все же по-разному. Потом еще какой момент хочу сказать. Мы когда начинаем только, у нас же есть, это в рамках тоже обучения мы проходили по нутрициологии, у нас есть два момента, это сибур и сигур. То есть что это такое? Это синдром избыточного грибкового роста и синдром избыточного бактериального роста. Первый проходит в толстом кишечнике, второй в тонком кишечнике. Когда вы прекращаете кушать углеводы, быстрые углеводы, у вас начинают дохнуть и грибы, и бактерии ненужные. А когда они начинают дохнуть, у вас в мозг поступает сигнал, что что-то не то происходит с организмом. Смертность увеличилась. Надо останавливать ситуацию. И у вас появляется чувство вот этого, надо съесть что-то сладкое, чтобы перестало дохнуть и то, и другое. Постепенно у вас баланс восстанавливается в тонком кишечнике, в толстом кишечнике. Вам уже не хочется столько сладкого. Просто вот я абсолютно согласна с Сиранушкой. Не надо сразу там, все, я сладкого не ем. Постепенно сокращайте. Тот же наш Лес-Свит, он очень хорошо помогает. Да, абсолютно верно. Нельзя просто принимать наши аппараты, наши БАДы и при этом снижать вес. Но если только есть перестанете и будете только БАДами нашей питаться, да, но это же тоже неправильно. Они помогают вам принимать волевые решения. Они помогают вам грамотно подходить к снижению веса. Они помощники. Ничто, нету волшебной таблетки, ее не существует. И потом, как показывает практика любого человека, остановившись, вы можете набрать вес. И только от вас зависит, наберется он или нет. Вот в чем дело. Поэтому, пожалуйста, не бойтесь, когда вам хочется сладкого. Просто, хочется. Есть же много... Вот каждый из вас наверняка 100 пудов худеет. Кто-то больше, кто-то меньше. Вот когда хочется сладкого, что надо делать? Кушать. Так себе совет, честно. Возьмите соль крупную, положите на язык и рассосите. Несколько кристалликов соли. Вот это чувство тяги к сладкому, оно пропадает. Лимон рассосите лимон. То же самое. Поприседайте, вот не поверите. Я помню одного врача, Чазов, по-моему, который, когда бросил курить, похудел на 20 килограмм. Знаете как? Каждый раз, когда ему хотелось взять сигарету в рот, он приседал 10 раз. 10 раз.
и он похудел на 20 килограмм. Когда вы хотите сладкое, попрыгайте, поприседайте, это тоже вырабатывает дофамин, но не быстро. Я выхожу из дома, как только чувствую, сейчас начнется, быстро одеваюсь и выхожу. Успела. Еще момент. Смотрите, я в свое время в Армении в генетической лаборатории сдавала генетический тест, который показал мне, что у меня сломан ген, который отвечает за усваивание жиров. Я не могу есть жирное. Отсюда вы, кстати говоря, проблемы с желчным пузырем. Может, у вас та же проблема. Ген, который не усваивает жир, приводит к желчекаменной болезни. У меня это было. Я перестала кушать жирное. Все. То есть я обожала маты, как когда-то. Мало, родину продать за маты. Я перестала их кушать. И я стала себя чувствовать лучше. То есть если я съедаю что-то жирное, меня начинает сразу подташнивать. Вот, ну, не воспринимает мой организм. То есть, если я съедаю что-то жирное, это сразу в бока. Сразу. Либо бока, либо сюда. Вот. Поэтому генетический тест тоже сдать иногда очень полезно. Можете попробовать. В Армении это есть. Я давала, если не ошибаюсь, меня по всем прогнали генам 20 тысяч. И делается это порядка на обуви, да, генетическая лаборатория. Представитель. Это внутри читал, внутри Թանկագետ։ Հիմա չեն կանում այդ ինչ որ ինքան ինքան ռուբլիով է Խստի վարկերվածել և շոթոլակ, կակաո պարունակող ոչ մի բան, դիագնոզի դեպքում խստի հաղորդացված։ Դեպքում դեկալյան Հա ես չեմ ասում։ Կարծում եմ դա բոլորը ունենում են։ Մենք մեր ծրագրի ընթացքում կա հակացությունները հիմնականում խմորային սնունդը ապահովության համար հանելու են և իսարեկ մսեղեն, այսինքն խորոված, քյաբաբեն մսեղենը, որը լիարժեք ելված չէ, սուշի, խստի վարկերված, ընթացքում սիվորկա է, ծգներ են, ծգնամտերկը ոչ լավեկված վիճակում խստի վարկերված է, եշկի այբ ռասիսկի եշկի ծանգարի չէ։ То есть это во время А что лучше кушать, когда вы? Գազարների ընթացքում ասում են ճիճվարության ժամանակ Еще, знаете, я недавно слушала одного паразитолога, который приводил в пример исследования, по-моему, американских, если я не ошибаюсь, ученых. Сейчас вот брать не буду. Но основная идея какая? В 100% случаев заболевания раком у людей были паразиты. В 100% случаев. Это интоксикация, мощнейшая интоксикация организма. У кого есть дома домашние животные? Поднимите руку. Мало. Понятно. Если есть домашние животные, тоже очень большая доля вероятности как раз таки лимбриоза, особенно если кошки. Это лямбли, которые живут в печени. И еще домашние животные, как мне с ними? Ну, я не знаю, у меня есть да, собака, и я не понимаю, как нужно ее применить. Я ее облизываю с ног до головы, я не понимаю, как может быть. И у меня обнаружилась киста в печени. Кисты образуются при наличии паразитов. Есть такой вид паразитов, я точно. Плачет ребенок. Ребенок, иди сюда к нам. Чей ты? Чей ребенок плачет? А что ты плакаешь? Ты бы зашел. Слушай, у нас тут весело. Иди сюда. Маму потерял. Какой вы дисциплинированный. И не заходит, да, вот молодец. Все, с мамой присядьте, сидите спокойно. Так вот, существует определенный вид паразитов, который вызывает образование именно кист в органах. И, как правило, эти паразиты связаны с наличием домашних животных. Поэтому, если есть домашние животные, тройной четверной контроль. Обязательно. Антипаразитарка, это вот моя сейчас главная боль, это то, что я хочу для всей своей семьи. И вот я, собственно, подошла сегодня к Сирануше, попросила консультацию. Это то, без чего никто не должен жить.
И опять-таки, сейчас я чуть-чуть попозже насчет зарабатывания денег на утилизацию расскажу вам, пока вопрос ваш. Եվ համացանցում եւ բնակչության մեջ պատդվում է այդ վարկածը իբր մեծ մարդ ով հիվանդ է իրականում իբր չէ իրականում հիվանդ եղել ով ունեցել է ռակ պաստետնի ստադիի բժիշկները ախտորոշել են քիմիա պետք չի ճարավայր պետք չի վիրավորել չի ապրել ինչքան կարող է այդ մարդը գնացել է սարերը սկսել է փոթ ուտել մեկ 5-6 ամիս հետան ասուների հետ բարձրացել է յայլակը կոչվի, տարել են սարեր, այդ սարերի ջուրն է խմել եւ միայն տարբեր խոտեր եկել, չգիտենք որ խոտից եղել։ Սարերից հետո եկել շատ խոդրի, առույգ, հերված, վերականգնված։ Հետազոտել բժիշկը ապշել է թե սխալվել ենք դուք հրակ երբեք չեք եղել։ Շատ տարիներ առաջ ծնողներիս գյուղում նման դեպքեր եղել ու շատ բոլորը զարմացել են։ Այսինքն ինչի հետ է կապված մարդը հնության մի մասնիկ ինչի են բերում այդ օրինակը։ Մենք թողել ենք բնական սնունդը, անցել ենք քիմիական արհեստական։ Մեր մեյթափը, լպացեք մեյթափի տուբը, բնական է մեր ամբողջ պրոդուկտը։ Գալիս է պետուշկայի խոտնիկը կազմված է տավերը մաղադանոսից, մաղադանոսի արմատը թողուն է և բնական միզան։ Լիսպիտը պարունակում է խիտոզան, որը մաքսիմում մաքրում և բլոկ է անում ճարպի յուրացումը։ Այսինքն բնական եկել է ժամանակը, որ մարդը մոդենա խնության, ես չեմ ասում, ջետեք սկսեք խոտ վերել, բայց սմվեր բնական սմվով, երկով է վերում, հա, երկով է տրոմ ասածի նման, բնական մտեշկով, պլյուս բոլոր տիպի պարազիտները, ճարպակալումը, նյութափոխանակության խանգարումը վերելու է ուռուցքածին հիվանդությունների առաջ ասման, միանշանակ չենք խոսում իսուր հիվանդի մասին։ Այդ տեսեք, մեր պալիկը մտավ բավական պոնչով պալիկ է։ Կոնտրոլ արել եք, հա, սմվում է ձեր պալիկը նորմալ, հա, շատ է սիրում խաղցեր, բայց սկսենք, հա, տես սկսենք։ Նմանատիպ դեպքերում, որ բալիկի մոտ թոթոլություն է նկատվում, անալիզներ, հա, միած սկսենք տալ հորմոնալ անալիզներ։ Հալամիկ ճարպակալումը, բացառեք և սկսեք որոշեցի տերմիններով բժշկական լեզվով